Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի, առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր պրոցեսները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով, գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ, եւ ամբողջությամբ միջավայրը փոխում է։ Մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ-քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է։ Սա շատ մեծ ձեռքբերում է եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է, որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ, եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանի, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին, եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Հիմա գիտեք, այնուամենայնիվ իրադրությունը ես չեմ ուզում որ առաջ անցնեմ, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն մարգարարում կամուրջ պետք է կառուցվի, Ախորիկում կամուրջ պետք է կառուցվի, Ախորիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Իհարկե նաեւ ես գիտեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաեւ Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ։